Բաստուրմաչոներ ջան, այսօր պատրաստում ենք տավարի ամբողջական բդի մսից բաստուրմա ենք պատրաստում։ Հիմա ձև ենք միսը։ Շատ լավ է։ Հիմա մենք այսպես ամբողջական կտորով կդնենք աղ։ Հիմա կատարում ենք աղադրումը։ Ունենք այսպիսի ամբողջական կտոր, որը որ հանեցինք նոր, դցնում ենք աղը, ոնց որ միշտ ասել եմ, աղը չենք խնայում, կողքերով պատում ենք աղով։ Մեկ հատ ենք լցում եւ վերջ։ Թողենք աղի մեջ կմնա 10 օր։ Աղից հանում ենք տավարի միսը։ Հիմա մի հատ տեսնենք ոնց աղը վերցրել։ Մեր մոտ ամբողջական կտորներ, ընկերներ ջան։ Մենք այս անգամ ձևել ենք ամբողջական կտորով։ Մենք կարող ենք այս կտորը հանեինք, ընդհանուր թողել ենք մի կտորով։ Հիմա դնենք ջրի մեջ։ Դա այսպես։ Ոնց որ միշտ ասել ենք, հələ ջուրը դուրս է տվել, մենք ընդհանրապես ջուր չենք տվել մսի հետ։ Իր մսի յուղի արյան ջուրն է լրիվ դուրս տվել։ 24 ժամ մենք կլվանանք հոսող ջրով եւ կշարունակենք ընթացքը։ 24 ժամ լվացինք տավարի միսը, հիմա փաթաթում ենք դնենք պրես։ Կտորը շատ մեծ է, մենք 2 շորով պետք է փաթաթենք, անկյուններից ոնց սովորացրել եմ, լավ ձիգ փաթաթում ենք, ձգեցինք անկյունը, երկրորդ անկյունը, շատ լավ է։ Ստեղից էլի նույն բանը անում ենք ավելի ձիգ, հիմնական ոնց որ մի հատ մենք ունենք, կրկնակի փաթաթում ենք, որ ավելի լավ միսը հավաքի, ընկերներ ջան։ Շատ լավ է, հիմա կդնենք պրես։ Քսանչորս ժամ կթողենք պրեսի տակ, հետո կհանենք։ 24 ժամ պահեցինք պրեսի տակ տավարի միսը, հիմա հանում ենք։ Ահա միսը, շատ լավ ձգել ենք, հələ բարակությունը, այսենց, հիմա կքանդենք, մենք 2 շորով ենք փաթաթել, ընկերներ ջան կհիշեք, ահա կտորը, ամբողջական կտոր ենք ստացել, բարակությունը, շատ լավ ստացել ենք, ահա, կտորը, որ մեր մոտ մեծ է, այսպիսի կտոր ունենք, մենք սարքելու ենք 2 օղակ, մեկը այստեղից, մեկը այստեղից, 2 տեղից թեթել ենք, առաջին այստեղից,
Նույնն էլ եթե ձեր մոտ կտորը մեծ է, երկու օղակից արեք։ Երկրորդն էլ այստեղից։ Ահա, այսպեսի օղակներ սարքեցինք։ Կթողենք չորանա 10 օր, հետո կպատրաստենք չամանը։ Այսօր պատրաստելու ենք բնական բաղադրիչներով, նաև գինով չաման։ Մենք ունենք բոլոր բաղադրիչները այստեղ։ Միսը ահա շատ լավ չորացել է։ Իր բարակությունը, իր լայնությունը շատ լավ միս ունենք։ Մենք ունենք այստեղ կծու բիբար, սխտոր, բազուկ, քաղցր բիբար, չաման, գինի, 1 լիտր ջուր։ Մեր չամանն է, ընկերներ ջան, մենք բովել ենք, աղացել ենք, բոլոր բաղադրիչները բնական են։ Էքսկլյուզիվ չաման ենք պատրաստելու շատ համով։ Ունենք այստեղ բլենդեր, սկզբից լցնում ենք բիբարը, քաղցր։ Չոր բիբար մենք չենք լցնելու, բոլոր բաղադրիչները բնական են։ Կծու բիբարը, սխտորը, բազուկը, ահա գինին, միանգամից լցնում ենք գինին, փակեցինք։ Պետք է իրան պյուրեի նման սարքենք։ Հիմա մի հատ տեսնենք ոնց է մանրացրել։ Անուշ հոտը եկավ ընկերներ ջան, բիբարի, գինու, կծու բիբարի հոտը, բոլոր այդ բաղադրիչների հոտը եկավ, հələ մի հատ նայեք ինչ մասսա է ստացվել, շատ լավ։ Հիմա լցնում ենք չամանը։ Սովորաբար մենք չամանը ձեռքով ենք բռնում, ուղղակի այս դեպքում մենք կանենք բլենդերով։ Չամանը լցրեցինք, ընկերներ ջան, հիմա փակենք մի հատ պտտենք։ Մենք ունենք 1 լիտր ջուր։ Քիչ կլցնենք ջուրը, որտեղ չամանը ընթացքում ինքը բացվելու է։ Հիմա մենք մի հատ իր խտությունը կզգանք, ինքը ընթացքում էլի պնդանալու է։ Դրա համար այս ջուրը կարանք լցնենք շատ հանգիստ։ Ընդհանրապես լցրեցինք 1 լիտր ջուր ամբողջ process-ի ընթացքում։ Հիմա մենք ունենք այսպիսի մասսա, ընկերներ ջան, խառնեցինք բոլոր բաղադրիչները, լցնում ենք ամանի մեջ մեր։ Ինքը դարձել է լրիվ ֆրեշ, որ ուզենանք սենց կարանք խմենք միանգամից։ Իհարկե կատակեր։ Տեղափոխեցինք ամանի մեջ, ընկերներ ջան, լցրեցինք։ Հիմա մի հատ ձեռքով, ոնց որ ես միշտ խառնում եմ ձեռքով չամանը, հիմա ես զգում եմ չամանը։ Ես ոնց որ ձեռքով պետքա շոշափեմ զգամ չամանը, որովհետև դա մասնագիտական շատ կարևոր բան է, շատ։ Միսը տեղափոխում ենք չամանի մեջ։ Այս սիրուն միսը։ Չամանի մեջ մենք կպահենք 5 օր։ Սովորաբար ոնց որ պահում ենք մնացած չամանները, բաստուրման, 5 օրից կհանենք, կթաթախենք։ Այսօր չամանից հանում ենք բնական բաղադրիչներով պատրաստած միսը, որը որ մենք թողել ենք չամանի մեջ 5 օր։ Հիմա մի հատ դա հասկանանք գույնը, ինչքան սիրուն գույնը ինքը էլի վերցրել է։ Միսը արդեն փափկել է միսը։ Շատ լավ, արդեն ինքը փափկել է, չամանն էլ պնդացել է։ Հիմա չամանից մենք կհանենք։ Ահա, միսը, ինչքան սիրուն տեսք է ընդունել ինքը։ Չամանից կմաքրենք մենք։ Կթողնենք 2 օր կչորանա, հետո միասին կթաթախենք, ընկերներ ջան։ Վերջնական թաթախում ենք բնական բաղադրիչներով, նաև գինով պատրաստած մեր չամանը։ Հիմա մի հատ տեսնենք չամանը ոնց է։ Չամանը մեր մոտ պնդացել է, ընկերներ ջան։ Մենք մի քիչ, սովորաբար եթե չամանը պնդանում է, արտաքին տեսքի համար, որ ինքը սիրուն լինի չամանը, կարելի է մի քիչ ջուր ավելացնել։ Մենք ստեղ ունենք 500 մլ ջուր։ Հիմա լցնենք քիչ ու ձեռքով կարանք սենց բացենք ջուրը,
խառնենք լավ, չամանը խառնենք ընկերներ ջան։ Ինքը գնալով արդեն կբացվի, կթուլանա, որ արտաքին տեսքը բաստուրմայի սիրուն ստացվի։ Այս մի քիչն էլ լցնում ենք։ Ընդհանուր մենք լցրեցինք կես լիտր ջուր։ Նայեք ոնց է ինքը լավ արդեն թուլանում։ Չամանը ընդհանրապես բացելուց պետքա միշտ զգանք։ Առաջի թաթախը ոնց է, երկրորդ, երրորդ, դրանք տարբեր չամաններ են ընդհանրապես։ Առաջինը պետքա լինի պինդ, երկրորդը մի քիչ թույլ, երրորդը ավելի թույլ։ Հիմա նայեք հələ ինչքան լավ մասա ստացանք, հələ լավ ջրիկացավ ինքը արդեն։ Իսկական երրորդ թաթախի չաման է։ Առաջվա այն պյուրեի նման է, մենք որ սկզբից խփեցինք, կհիշեք երևի տեսանյութում, հələ բլենդերով որ խփեցինք, այս հենց էր։ Ինքը ընթացքում ես ասեցի կպնդանա, ինքը պնդացավ։ Հələ հիմա նայեք, ավելի լավ է, շատ լավ է։ Հիմա կթաթախենք։ Ահա միսա ընկերներ ջան, այս ջրիկ չամանի էֆեկտը հենց սրա մեջ է։ Ահա, կախնենք։ Վերջնական թաթախեցինք բաստուրման չամանով ընկերներ ջան, թողենք չորանա 2-3 օր, հետո կկտրենք միասին։ Բաստուրմաչոներ ջան, այսօր միասին կտրում ենք բնական բաղադրիչներով եւ նաեւ գինով պատրաստած բաստուրման։ Ահա այսպես լավ չորացել է չամանը, կտորը ամբողջական կտոր է, սիրուն։ Հիմա կկտրենք, մեջը արդեն կպատկերացնենք ինչքան սիրուն է լինելու։ Ահա մեջը, տեսքը շատ սիրուն է, ինքը գույնը միանգամից վերցրել է, ես հոտը զգում եմ միանգամից, բաղադրիչների, գինին ամբողջական ինքը ոնց որ մսին տվել է յուրահատուկ տեսք, գույնայինը, սևությունը իրա, մսի սևությունը փոխարինվել է ոնց որ գինու կարմիր գույնով, էլի վառ կարմիր գույնը ինքը արտահայտվում է նաև մսի վրա։ Հիմա կկտրենք ընկերներ ջան, չեք պատկերացնի ինչքան սիրուն տեսք է ընդունել։ Իրա հոտն էլ այնքան անուշ գալիս է։ Ես միշտ ասում եմ տեսանյութերում, բայց իրոք այդ հոտը ես զգում եմ։ Հիմա կկտրենք։ Հիմա կկտրենք այս մյուս կտորից։ Շատ լավ է։ Ոնց որ ցույց եմ տվել կտորը, շատ սիրուն։ Հիմա մենք այս կտորը ոնց որ մեր ատամներն են, միշտ ասել եմ։ Հիմա պատկերացրեք ինչքան հանգիստ պոկվում է։ Միսը արդեն ես զգում եմ իր փափկությունը, շատ լավ փափկել է։ Այս հենց որ սխում ենք, հələ ես հələ հաստ եմ մի քիչ կտրել, բայց փափկությունը շատ լավն է։ Գինին իր գործը արել է, միսը շատ լավ հասունացրել է, այն պլաստիրինի նման ես զգում եմ մսի այդ հասունացումը։ Շատ լավ է։ Ստացվել կտորները։ Դուք էլ պատրաստեք բնական բաղադրիչներով, նաև գինով, շատ լավ կստացվի ձեր մոտ։